Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր անվանի հայրենակցուհի Զարուհի Դոլուխանյանի հետևյալ կարծիքով, որը նա ժամանակին ասել է մեր ներկա այսօրվա հաղորդման հերոսի մասին։ Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են 100 տարին մեկ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Ավետիք Իսահակյանի բնորոշմամբ Հայաստանի սոխակ Գոհար Գասպարյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը եւ Երևանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենեջերուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանը։ Բարի գալուց հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Տիկին Գոհար Գասպարյանի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Աշխարհահռչակ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը, օրիորդական ազգանունը Խաչատրյան, ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կահիրեում։ Ուսանել է տեղի Գալուստյան վարժարանում, Ֆրանսիական քոլեջում, ապա երաժշտական ակադեմիայում աշակերտել Էլիս Ֆելդմանին եւ Վինչենցո Կարրոին։ 1940-ից 48 թվականներին եղել է Եգիպտոսի պետական ռադիոյի մենեջերուհի։ Հրաժարվելով Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում առաջնակարգ երգչուհի դառնալուց 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից եղել է Երևանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենեջերուհի։ 1964 թվականից նաեւ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1973 թվականից պրոֆեսոր էր։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ Երևանի պատվավոր քաղաքացի էր։ Նրա ձայնը հնչել է մի շարք կինոֆիլմերում։ Կարինե, Անուշ, Արշակ II, ունեցել է ավելի քան 4000 համերգ, յուրախաղերով հանդես եկել բազմաթիվ երկրներում։ Նրա աշակերտներից շատերը դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Ամուսինը օպերային երգիչ Տիգրան Լևոնյանն էր։ Մահացել է 2007 թվականի մայիսի 16-ին։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Ավետիք Իսահակյանը նրան անվանել է հայկական սոխակ։ Պարոն Ղազարյան, Տիկին Գոհար Գասպարյանը շուրջ 60 տարի երգել է օպերային տարբեր բեմերում, ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում։ Իմ տվյալները չգիտեմ, դուք կհաստատեք ճիշտ է թե չէ, 23 օպերայի ներկայացումների գլխավոր դերերում է հանդես եկել եւ շուրջ 500 ստեղծագործություն է կատարել եւ ունեցել է 4000-ի չափ համերգ։ Մինահամերգներ։ Որպես երաժշտագետ, որպես արվեստագետ, ձեր գնահատականը այնպիսի մի տիտանի, ինչպես Զարուհի Դոլուխանյանը իրավամբ գնահատել, ինչպիսին Տիկին Գոհար Գասպարյանն է։ Գիտեք, մենք այն երջանիկներից ենք, որ վայելել ենք նրա երգեցողությունը։ Եվ իրոք մեծանուն երգչուհի։ Արվեստագետ, որին տարբեր երկրներում ընդունել են այն մակարդակով, որ նա կարողացել է հայ օպերային արվեստը ներկայացնել։ Դուք շեշտեցիք նրա օպերայում կատարած դերերքերի քանակը, բայց այն համերգային գործունեությունը, որ նա կարողանում էր կատարել եւ դրսում հատկապես ներկայացնել հայ վոկալ դպրոցը եւ ներկայացնել Կոմիտասից մինչեւ Սպենդիարյան, Ալեմշահից մինչև Կանաչյան, սա խոսում էր այն մասին, որ մեծագույն այս երգչուհին մեծ նշանակություն էր տալիս հայ երգին եւ ռոմանսին, ներկայացնելով բարձր կատարողական արվեստ եւ ինչպես ավելի սուղ մասնագետներն էին ասում, զարմանալի ձայնային տեմբր, ապշեցուցիչ ձայնային դիապազոն, ավելի քան 4 օկտավ, դա չլսված երևույթ է եւ իրոք շատ ճիշտ բնորոշում է։ Այսինքն դա օպերային երգչուհիների շրջանում նույնպես հազվագյուտ բան է դա։ Բացառիկ երևույթ է եւ ճշմարիտ է մեր մյուս մեծագույն հայուհին, որ իր ամբողջ կյանքը անցկացրեց Մոսկվայում եւ նորից հայ արվեստը, հայ վոկալ արվեստը ներկայացրեց աշխարհին, Զարուհի Դոլուխանովան ասում է, որ իրոք նման երգչուհիները ծնվում են 100 տարին մեկ անգամ։
Նա զարդարեց մեր օպերային թատրոնը հենց մեր հայ դասականներից, սկսած Արմեն Տիգրանյան, ինչպիսին անզուգական Անուշը իր խելագարության տեսարանով, Դավիթ Բեկ, Արմեն Տիգրանյան իր փայլուն երգեցողությամբ, վերջապես Օլիմպիա Արշակ երկրորդում Չուխաջյանի եւ բազմահազար արևմտաեվրոպացի եւ ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ռուսները զարմանում էին, լինելով ինքը արևմտահայ, զարմանում էին, թե նա ինչպես է կարողանում արտաբերել ռուսերեն եւ ինչպես է նա երգում ռուսական դասականներին, զարմացնում էր նա բոլորին։ Առանց ակցենտի։ Բոլորովին առանց ակցենտի։ Տիրապետում էր 6 լեզուների եւ իտալերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, նա բնագրով էր կատարում բոլոր օպերային արյաները։ Շնորհակալություն։ Տիկին Սահակյան, Գորգ Գասպարյանի գործունեության իհարկե առաջին երևացող հատվածը դա նրա բեմական արվեստն է, սակայն նա շուրջ 40 տարի բավականին ակտիվ եւ մնայուն մանկավարժական գործունեություն է ծավալել։ Դուք որպես նրա սան եւ այժմ էլ նույնպես որպես մանկավարժ նրա ավանդները շարունակող, որպես մանկավարժ Տիկին Գորգ Գասպարյանի խնդրում եմ ներկայացրեք։ Ուզում եմ ասել, որ այն երջանիկներից եմ, որ հայտնվել եմ Գորգ Գասպարյանի դասարանում, բախտը ինձ ժպտաց, նա ինձ լսեց եւ վերցրեց իր դասարան։ 99 թվականից մինչև 2007 թվականը եղել եմ Գորգ Գասպարյանի կողքին որպես սան, հետո որպես ասիստենտ եւ հետո մնացի որպես իր դասարանի հետնորդը։ Որպես մանկավարժի մեջ կրում եմ այն ջերմությունը, այն լուսավորությունը, որը նա փոխանցեց մեզ, եւ կարող եմ ասել, որ այն բացառիկ մանկավարժներից էր, որ ոչ միայն խոսքով, այլ բացառիկ ձայնով էր ցույց տալիս այն, ինչը որ պահանջում էր մեզանից։ Եվ ճուներ սահմանափակում, ինչպես նշեց պարոն Ղազարյանը, դիապազոնը այնպեսին էր, որ բաս բարիտոնին ճիշտ այդ նույն հատվածում երգում էր իրենց ձայնով, մեզ համար մեծոսոպրանոների համար այդ սահմանափակված ոնց որ հնարավորին ձայնով եւ նույնը կալորատուրային սոպրանո եւ չվերարտադրել այն ինչ որ ինքը ձայնով ասում էր անհնարին էր։ Խստապահանջ էր որպես մանկավարժ։ Գիտեք, ինքը շատ զուսպ, երբեք ձայնը ես բարձր տոնային ինչ որ դասարանով չեմ լսել։ Խստապահանջ էր, մեղմ էր, մեծ ջերմությամբ ու սիրով էր, բայց անպատրաստ մտնել իր դասարան դա ուղղակի անհնարին էր։ Երկրորդ անգամ նույն բանը նա չէր կասի, այսինքն արդեն պիտի դու Այսինքն այդ բարձր պրոֆեսիոնալիզմը պահանջում էր բոլոր սաներից։ Անշուշտ, բայց ցավոք սրտի երիտասարդները, որոնք հետո գալիս են սերունդները, այդքան չէին գիտակցում ով է իրենց առաջ կանգնած, որ ինչպիսի մեծության մարդ է իրենց դաս տալիս։ Ես մինչև անկեղծ եմ ասում, այդքան տարի շփվելով Գորգ Գասպարյանի հետ, դասանի դուռը բացելուց առաջ ինձ մի պահ պետք էր հուզմունքս հաղթահարել, նոր մտնել այդ դասարանի շեմը, շփվել իր հետ։ Յուրատեսակագնացանք է արդեն։ Ես ուղղակի գիտակցել եմ փոքրուց ով է նա եւ մեծ սպասումներով եմ եղել երբևիցե հայտնվել իր կողքին եւ ասում եմ, իմանալով այդ մեծության մասին, լսելով այդքան իր մասին, միջև վերջին պահը հուզմունքս չէի հաղթահարում, ես ասում եմ մեծ երջանիկներից եմ, որ հենց այդ դասարանում եմ գտնվել եւ իր կողքին եմ եղել այդ տարիներին։ Դուք ձեր խոսքի սկզբում շատ դիպուկ շեշտեցիք, որ իրոք մեծ բախտ է եւ պատիվ է Անշուշտ լինել Գորգ Գասպարյանի սանը։ Անշուշտ։ Եվ գրել իր դպրոցը, որը սիրով այսօր փոխանցում եմ հնարավորինս իմ ուսանողներին։ Դեռ այդ մասին խոսենք, պարոն Ղազարյան։ Դեռևս Գորգ Գասպարյանը 40 թվականից է կարծեմ սկսել իր բեմական գործունեությունը եւ Եգիպտոսում նրա այդ կատարողական արվեստը գնահատելով, հաշվի առնելով նրան, ինչքան տեղյակ եմ, հրավիրել են Միլանի աշխարհարչակ Լա Սկալա օպերային թատրոնում որպես առաջատար մեներկչուհի հանդես գալու, սակայն Գորգ Գասպարյանը հրաժարվել է եւ հայրենադարձվել, եկել իր նախնիների հայրենիք եւ արդեն 48 թվականից այդ երկար ու ձիգ տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում եւ մի քանի տասնյակ երկրներում է հյուրախաղերով եղել հայ օպերային բեմարվեստը քարոզել է։ Սա իմ համոզմամբ հենց նրա հայրենասիրության մասին է վկայում, որ ներկա պայմաններում երևի դժվար հասկանալ, որ ինչպես կարող է մարդ երիտասարդ մի կատարող հրաժարվի Լա Սկալայում ավելի լավ դիրքից եւ վերադառնա այն ժամանակվա խեղճուկրակ Երևան։
Գիտեք, դա գալիս է նաև արմատներից։ Նա ումից էր սերվել եւ ինչքան էլ որ ասենք բավականին երիտասարդ էր լրիվ աղջնակ, նրա ծնողները որոշեցին հայրենադարձվել։ Գալ Հայաստան դա առաջին հայրենադարձությունն էր 46 թվական։ Եվ դրանից հետո երբ որ դեռևս Եգիպտոսում մրցույթի ժամանակ այնտեղի մրցույթները անցել են այսպես՝ վարակույրի հետևում։ Ամբողջ այդ անձնակազմը ժյուրին, մեր հիմիկվա հասկացողությամբ, ուղղակի շշմել են, այսինչ ձայն է, ինչ վարպետություն։ Այսինքն արտաքին տեսքը միայն ձայնով են որոշել։ Միայն ձայնով են որոշել։ Եվ ընտանիքը արդեն որոշել էր գալ Հայաստան, եւ ես ասեմ, փշոտ չի եղել նրա ճանապարհը, ինչու՞։ Որտեւ նա արդեն ի վերուս տրված մեծ արվեստագետ էր, չնայած շատ երիտասարդ տարիքին, եւ իր ամբողջ գործունեությունը, գիտեք, դուք ասացիք, երբևէ ինձ համար շատ հարգելի Քրիստինե Իսահակյան, բարկացել էր թե ոչ, երբեք։ Ես նրա հետ ավելի քան 4 տասնամյակ շփվել եմ, որովհետև եւ ընտանեկան մտերմություն, եւ աշխատանքային գործունեություն, եւ նրա մանկավարժական այն տարիներին, երբ որ նա կոնսերվատորիայում ղեկավարում էր վոկալ դասական երգեցողության ամբիոնը, բոլորս այսպես ակնածանքով, երբ որ նա մեքենայով մոտենում էր կոնսերվատորիային, յուրաքանչյուրս մտածում էր, որ մեկը մոտենա նրան ուղեկցի մինչև իր լսարան։ Հասկանում եք, մարդկային տեսակ էր բոլորովին ուրիշ։ Այնքան հետաքրքիր փաստեր կարող է լինել։ Նա օրինակ Մոսկվայում ունեինք մելոդիա ֆիրմա, որը ձայնագրություններ էր անում։ Մեծագույն երաժիշտ ռեժիսորներ, երաժշտական ռեժիսորներ լսում էին նրան ու զարմանում, ասում էին, այս տիկինը նստած հյուսում է եւ ասում էին, տիկին Գոհար, հիմա ձեզ պիտի ձայնագրենք։ Տեղից վեր էր կենում եւ մեկ դուբլով ձայնագրում, նստում էր տեղը, նորից շարունակում։ Այսինքն բացի աստվածատուր ձայնից նաեւ մեծ շնոր աշխատասիրություն եւ ինքը իր ուսանողներին ասում էր. եթե աշխատացեր չեղար, տաղանդը քեզ չի փրկի։ Եվ այդպես էլ նրա դասարանում սովորում էին այնպիսի լավ կադրեր, որոնք այսօր զարդարում են ինչպես մեր օպերային թատրոնը, այնպես էլ աշխարհում։ Շնորհակալություն։ Տիկին Սահակյան, գաղտնիք չէ, որ ժամանակակից գլոբալացվող աշխարհում բավականին բարդ եւ դժվար գործ է մասսայականացնել, քարոզել օպերային երգարվեստը, սիմֆոնիկ երգարվեստը։ Այդ առումով ինչ է հարկավոր անել որպես մանկավարժ ձեր կարծիքով, ինչ է հարկավոր անել որպեսզի մեր պատանի երիտասարդ սերունդը նրա համար օպերային մասնավորապես օպերային երգարվեստը ավելի գրավիչ դառնա կամ ավելի մատչելի դառնա, ավելի հրապուրիչ դառնա։ Ինչու՞ չէ նաև պարտադրենք։ Ինձ թվում է դա նաև ընտանիքի դաստիարակությունից է գալիս։ Երեխային ինչ երաժշտություն մատուցեցիր փոքր հասակից, նա այն էլ կվերցնի։ Եվ այսօր ինձ թվում է յուրաքանչյուր հեռուստաընկերության նաև պարտականություն է, որ մենք փոքր սերունդներին, խոսքը չի գնում միայն պատանիների եւ երիտասարդների մասին։ Մենք փոքր հասակից դա պետք է երեխաներին մատուցենք, որպեսզի իրանք դաստիարակվեն եւ այդ երաժշտության ներքո սնվեն եւ մեծանան։ Ես վերցնում եմ օրինակը իմ ընտանիքից, որովհետև ես ամեն ինչ լսել եմ, եւ գնացել եմ թատրոն, եւ կինոթատրոն, եւ օպերային թատրոն։ Առաջ պարտադիր էին այցելությունները դպրոցներում, եւ պատանի հանդիսատես, եւ օպերային թատրոն ուներ հատուկ ցերեկային ժամեր դպրոցականների համար, որը փորձում են այսօր վերականգնել, բայց ցանկալի է նաև հեռուստատեսությամբ հաճախակի հնչեն, հատկապես մեր մեծերի ստեղծագործությունները, ինչու նաև ոչ այսօրվա երիտասարդների, լավագույն երգիչների ստեղծագործությունները, անընդհատ հաճախակի պրոպագանդում ենք միևնույն երաժշտությունը, ցանկալի կլիներ, որից արդեն վաղուց բոլորը ձանձրացել են եւ որից բացարձակապես որևիցե օգուտ մեր ժողովրդին, մեր երկրին չկա։ Մենք շատ աղանդավոր երիտասարդներ ունենք, երգիչներ ունենք, որոնք գեղեցկացնում են եւ հնչեցնում են հայ արվեստը Մարինյան թատրոնում, Իտալիայում եւ ոչ միայն այլ տարբեր երկրներում։ Ցանկալի կլիներ այդ երիտասարդների մասին լինեին հեռուստահաղորդումներ, հեռուստաշարքեր եւ նույնպես մենք իրանց կատարումները վայելեինք այսօր։ Եվ ոչ թե սպասենք, որ մեկը գնա նույն է ձեր ասած Մարինյան թատրոն կամ եվրոպական որևիցե անվանի թատրոն, այնտեղ աշխարհարշակ դառնար եւ դրանից հետո միայն ստիպված լինեինք Հայաստանում նրա մասին խոսել։
կոնսերվատորիայի երիտասարդությունը կարիք ունի ռոպագանդելու, իրանք սիրով հաճախում են եւ ֆիլհարմոնիա եւ օպերա։ Եթե դուք գաք եւ դահլիճները նայեք, շատ հաճախակի, երբ որ հյուրեր եմ ունենում դրսից եւ միասին հաճախում ենք օպերային թատրոն, առաջի զարմանքը, որ նրանք հայտնում են, ինչքան շատ երիտասարդներ կան հանդիսատեսի շարքերում։ Բայց գերակշիռ մասը կոնսերվատորիայի ուսանողներն են։ Այո, բայց դա էլ հասկանում եք գովելի է, այսինքն մեր երիտասարդությունը ինչ մատուցեք, նրանք այդ էլ կընկալեն։ Համեմատության կարգով ես դա ասում եմ արտերկրի հանդիսատեսի կարծիքը, որ շատ ողջունելի է, երբ որ հանդիսատեսի շարքում այսչափ երիտասարդներ կան։ Եթե կարելի ես ավելացում անեմ, որովհետև հաղորդման շրջանակը այնպիսին է, որ կուզենայի մեր լսարանը նաև ծանոթ լինի այն խնդրի հետ, որ մեր ջանքերով, մշակույթի նախարարության ջանքերով, Երևանի եւ Հայաստանի բոլոր երաժշտական եւ արվեստի դպրոցներում հիմա բաժիններ կան դասական երգեցողության։ Այսինքն փոքրերը 7-8 տարեկանից արդեն կրթվում են եւ այն մեր ոչ այն երգիչները, որոնց չի հաջողվել ընկնել օպերային թատրոն, երգել Չեքիջանի մոտ, տարբեր երգչախմբերում, նրանք նաեւ շատ կարևոր գործ են կատարում երեխաների գեղագիտական դաստիարակության մանկավարժության մասին է խոսքը եւ այսինքն կրթվում են մենք անգամ ի տարբերություն դեռ այն ժամանակ խորհրդային տարիների որ ոչ մեկը չուներ Հայաստան ուներ մասնագիտական վոկալ խմբավարական դպրոց հիմա էլ այդ դպրոցը կա Սպինդիարյանի դպրոցի նույն տարածքում եւ հիանալի կադրեր են տալիս ինչպես մեր ուսումնարանների նախկինում հիմա քոլեջների, այնպես էլ կոնսերվատորիայի համար։ Իսկ ինչպես նաև ռոպագանդել եւ քարոզել, ես ինձ հետ բերել եմ 2008 թվականի 2008 թվականի Գոհար Գասպարյանի նվիրված Մեներքիչների հանրապետական մրցույթի այն ուրեմն գրքույկը, որտեղ միայն ամենամյա է արդեն։ Գիտեք, ոչ Սա 2-3 տարին մեկ է լինում, բայց միայն 7-րդը մենք այսօր անց ենք կացնում, որից 2-ը նվիրված է եղել Գոհար Գասպարյանին։ Եվ եթե բացում ենք հենց առաջին էջը, ունենք մասնակիցների ցանկ 49 մասնակից 2008 թվականին եւ բազմաթիվ դափնեկիրներ։ Սա իմ բուկլետն է իբրև ժյուրիի անդամ։ Ես իմ նշումները ունեմ այստեղ մասնակից ուրեմն մրցույթի մասնակիցների հիմա ես այստեղ կարդում եմ 2008-ից անուններ, որոնք այսօր զարդարում են օպերային թատրոնը 2 օր առաջ մեր օպերան Փայլուն ներկայացրեց Պուչինի ուրեմն Տոսկա օպերան գլխավոր դերերքը կատարում էր Հովանես Այվազյանը 8 թվականին եւ նա թվականին երիտասարդներ, բայց արդեն հիմա երիտասարդ էր եւ առաջին մրցանակը եւ այսպես կարող եմ թերթել անուններ Դավիթ Բաբայան Հասմիկ Թորոսյան, Բավեյան Գուրգեն, որոնք այսօր աշխարհով մեկ ներկայացնում են մեր վոկալ արվեստը։ Եվ սա դարել է ավանդական։ Այս տարի մենք անց ենք կացնում 7-րդը, որոնցից 2-ը շատ կարևոր է։ Մեր մեծ երախտավոր Գոհար Գասպարյանին է նվիրված եղել։ Եվ հուսանք եւ համոզված ենք, որ հանրակրթական դպրոցների ծրագրերում ընդգրկման մասին ասացիք, որ 10 տարի, 20 տարի հետո այդ դպրոցներից գուցե դուրս գան Գոհար Գասպարյաններ, Ավագ Պետրոսյաններ, ինչու՞ չէ, Տաթևիկ Սազանդարյաններ, այնպես չի որ մեր ժողովրդի այդ մեր դա մյուս խնդիրը նաև այն է, ինչ որ դուք եք ասում, ոչ միայն երաժշտական արվեստի, այլ նաև հանրակրթական դպրոցների, մենք այս տարի արդեն 9-րդ անգամ անց ենք կացնում Երգող Հայաստան, որտեղ այստեղ արդեն մասնակցում են երգչախմբերը, այսինքն բոլորը չէ որ պետք է դառնան մենակատար երգիչ, նրանք կրթվում են, դաստիարակվում են, հայրենիք, երկիր, հող, անկախություն, ազատություն, այդ երկացանկը, որ մենք նրանց մատուցում ենք մեր հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգերով։ Սա օգնում է այն խնդրին եւ պատահական չէ որ մեզ ասում են հայերը երգող ազգ են։ Եվ դա մենք ապացուցում ենք մեր գործով։ Պարոն Ղազարյան, հավելել, որ ես Հայաստանի երգչախմբային ընկերության սան եմ։ Այո, այո։ Իմ առաջի քայլերը սկսել եմ որպես մաղթենք Հայաստանի երգչախմբային ընկերությանը հետագա գործունեություն։ Շատ կարևոր բան է ասել։ Օգտվելով այն հնարավորությունից, որ դուք ներկա եք եւ 40 տարի ճանաչել եք Տիկին Գոհար Գասպարյանին, նրա հետ շփվել, խնդրում եմ մեր հեռուստադիտողներին, մեր հայրենակիցներին ներկայացրեք Գոհար Գասպարյան մարդ, Գոհար Գասպարյան անհատականություն։ Որտեւ բոլորին չէ որ բարդ է վիճակվել անմիջական
այդ մարդկային շփում ունենալ նրա հետ։ Ես համոզված եմ, որ Քրիստինեն, քանի որ անձամբ ուսանել է Գոհար Միխայելնային, ավելի հաճախ է եղել տանը, որովհետև վերջին շրջանում նա տանն էր պարապում։ Բայց ես մի քանի կարևոր բաներ պիտի ասեմ։ Այսօր մեզ մոտ Հայաստանում, Երևանում գործում է ժողովրդական արվեստի տունը Թանգարանը, շրջանայինում Խաչատուր Աբովյանի արձանի տարածքում։ Դուք պետք է այնտեղ հանդիպեք Գոհար Գասպարյանի թողած ձեռագործները։ Նախ ինքը կարում էր նաև իր բեմական զգեստները չտեսնված ձեռագործեր անում։ Կերել ենք նաև նրա պատրաստած փայլուն խոհարար էր, ինքը սիրով էր դա անում։ Հոգի էր դնում։ Այո, առանց հոգի եւ սիրո հնարավոր չէր, որ այդ կերակուրը լավը չլիներ։ Եվ գիտեք, առանց բարթացնելու, շատ սովորական, անգամ նրա մոտ ըմպած մի բաժակ սուրճը մինչև հիմա ոնց որ քիմքիտ մեջ է։ Հետաքրքիր անձնավորություն էր, իսկական հայուհի, բայց նաև թակուհի։ Իր տանը նա եւ խոհարար էր, եւ թակուհի էր, իսկ բեմի վրա առավել եւս։ Առավել եւս։ Համաձայն եմ։ Տիկին Սահակյան, իհարկե լրացնելու խոսք կունենաք Ուղղակի դուք։ լրացնել, որ քանի որ ամեն տարի դեկտեմբերի 24-ին դա պարտադիր էր, բոլորս հրավիրվում են Գոհար Գասպարյանի տուն, նշում ենք իրենց տարեդարձը, մենք բոլորս այդ օրը հենց անցնում էր դեկտեմբերի 25-ից, սպասում ենք հաջորդ դեկտեմբերի 24-ին, որտեղ այնքան ջերմտնոլորտ էր եւ ինչպես ասեց Դավիթ Գարսևանիչը, այնքան համով էր պատրաստում եւ իր ավանդական հարիսան պարտադիր բոլորս պետք է համտեսեինք։ Եվ որպես վերջին հարց, Տիկին Սահակյան, Այո։ որն էր Գոհար Գասպարյանի պատգամը մեր կամ որը դուք կհամարեք, պատգամը մեր երիտասարդ օպերային երգիչ երգչուհիների եւ ոչ միայն օպերային, ընդհանրապես մեր երիտասարդ երգիչ երգչուհիների, նրա դասը։ Աշխատասիրությունը, համբերությունը եւ այն նպատակը, որ քո արժեվ դրել ես։ Երկարվեստը դա այն արվեստներից մեկն է, որ անընդհատ աշխատանք է պահանջում։ Չեմ ուզում սպորտի հետ համեմատել, բայց Գոհար Գասպարյանի մեծագույն առավելությունը պարզության մեջ էր։ Նա կատարելությունը տեսնում էր պարզության մեջ, կատարյալ էր եւ պարզ էր։ Իր երկարվեստով եւ դասավանդության մեջ ոչ մի ավելնորդություն չէր հանդուրժում, ասպեր դու երգիր քո բնական ձայնով եւ թող քո բնական ձայնը աճի։ Եվ դա է ամենակարևորը։ Եվ նաև այդ ձեր նշած հատկանիշը նրա մարդկային առաքինի հատկանիշներն է կարելի վերաբերել։ Այդ պարզությունը եւ պարզությունը դա իր ապրելակերպն էր, թե աշխատավոճում, թե բեմում, թե կյանքում, թե տանը, թե որպես անձնավորություն։ Իր վեհության, իր կատարելության, իր պրոֆեսիոնալության մեջ նա ամեն ինչում շատ պարզ էր։ Դե հուսանք նաև ժամանակի ընթացքում Տիկին Գոհար Գասպարյանի անունով մասնավորապես Մայրաքաղաք Երևանում մի օր կտեսնենք փողոց անվանակոչված եւ ինչու՞ չէ նաեւ նա տուն թանգարանի, եթե չկա փողոց, ինչքան տեղյակ եմ չկա, եւ տուն թանգարան կստեղծվի։ Ներողություն, հպարտությամբ պիտի ասեմ, որ Հայաստանի երաժշտական ընկերության ջանքերով, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտորատի որոշումով մենք անցյալ տարի դիմեցինք քաղաքապետին, միջամտեց նաեւ մշակույթի նախարարությունը եւ մենք մի քանի ամիս առաջ ստացանք այն որոշումը, որ արդեն որոշել են Երևան քաղաքի որ փողոցը պետք է կոչվի Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Խորեն Աբրահամյանի, դա ամբողջ մի համալիր պետք է լինի։ Եվ մենք հուսանք, որ կմասնակցենք այդ փողոցի բացմանը։ Որը Սարերի ետևում չէ, դե այդ ձևել մի օր տուն թանգարան կստեղծվի։ Եվ պարոն Հարությունյան, ձեր թույլտվությամբ ավելի քան 4 տասնամյակ մեր մի ուրիշ հայ մեծանուն դիրիժոր, որը աշխատել է Մոսկվայի մեծ թատրոնում, այս գրքույկի մեջ մենք երիտասարդությանը նաև դաստիարակելու համար Գոհար Գասպարյանի մասին կարծիքներ։ Արամ Խաչատրյան, ձեր ասած Զարուհի Դորոխանյան, ահա ինչ էր գրում Ալեքսանդր Մելիք-Փաշաևը։ Գասպարյանի երգը արվեստի ժպիտ է, որ զարդարում է կյանքը, համաշխարհային ճանաչում ու փառք բերելով գոհարափայլ Գոհարին։ Այսպիսի բնորոշումներ Մարետա Շահինյանը, Ստեփան Ալաջաջյանը, դուք արդեն մեջ բերեցիք Ավետիք Իսահակյանի փայլուն բնորոշումը, արդյոք սոխակն է քեզանից երգել սովորել, թե դու սոխակից։ Շնորհակալություն հարգելի բարեկամներ, ձեր պատրաստակամության համար, այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք աշխարհարչակ, հիրավի աշխարհարչակ մեր հայրենակցին Տիկին Գոհար Գասպարյանին, որի բեմական արվեստը վայելելու, զմայլվելու եւ հպարտանալու հաճույքը ստացել են
եւ տասնյակ երկրներում միլիոնավոր մարդիկ եւ իհարկե առաջնորդին մեր հայրենակիցները։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Գոհար Գասպարյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։